Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ Կիևի 52,500 բնակիչ, այդ թվում 4,500 երեխա գիշերել է մետրոյի կայարաններում, հայտնել են Կիևի իշխանությունները։ Եթե մեր գործընկերները ժամանակին կատարեին իրենց խոստացածը, մենք այսօր կարող էինք փրկել տներ եւ կյանքեր։ Սա լուրջ խնդիր է, անդրադառնալով Ռուսաստանի զանգվածային հարձակմանն, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի վրա ամենաշատ ծախսողը, բայց օգուտ չստացողը Միացյալ Նահանգներն է, Truth Social-ում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ն ներկայում ավելի շատ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա, քան որևէ այլ երկիր նրանց իսկ պաշտպանության համար, բայց ոչ մի օգուտ չի ստանում, գրել է ամերիկացի առաջնորդը, մեջբերելով տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները 2014-ից 25 թվականներին ՆԱՏՕ-ի վրա ծախսել է $999 միլիարդ։ Այս հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից օրեր առաջ, այն տեղի կունենա հուլիսի 7-ից 8-ը Անկարայում։ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է արգելել այն կանանց մուտքը երկիր, որոնք ցանկանում են Միացյալ Նահանգներ մեկնել հղիության ուշ շրջանում։ Նշվում է, որ Թրամփի վարչակազմը խիստ մոտեցում կցուցաբերի այսպես կոչված ծննդաբերական տուրիզմի հարցում, որի նպատակն ԱՄՆ քաղաքացի երեխա ունենալն է։ Հիշեցնենք, որ Գերագույն դատարանը չեղյալ է համարել նախագահ Թրամփի գործադիր հրամանագիրը, որը փորձում էր արգելել այդ երեխաների քաղաքացիության ճանաչումը։ Թրամփն էլ դիմել է Կոնգրեսին, խնդրելով ուսումնասիրել որոշումը շրջանցելու ուղիները։ Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվել է ռուսական նավթի վերամշակումից, մասնավորապես Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։ Սիրիան մերժում է Լիբանանի դեմ Իսրայելի բոլոր հարձակումները։ Մենք նաև մերժում ենք վերջին շրջանում լիբանանցի ժողովրդի տեղահանությունները։ Սա մեր անսասան դիրքորոշումն է եւ մենք հավատարիմ ենք մնում դրան, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանին։ Պատիժ կորեական ձևով ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարից Հարավային Կորեայի դուրս մնալու պատճառով գլխավոր մարզչին սեփական երկրում թույլ չեն տալիս օգտվել խանութներից եւ ռեստորաններից։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Առցանց հարթակներում տարածվում են սպառնալիք պարունակող գրառումներ, այդ թվում Հոն Մյոնբոնի սպանության կոչեր։ Նշենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Մեքսիկայից կրած երկու պարտություններից հետո Հարավային Կորեան A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, չնայած մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել էր Չեխիային։ Չինաստանում շոկի դեմ պայքարում են ջուր ցողող երկնաքերերի միջոցով։ Նորարարական այս լուծման համաձայն բնակելի համալիրի շենքերի տանիքներից ջուր է ցողվում րոպեների ընթացքում օդի ջերմաստիճանն իջեցնելով 5-ից 8 աստիճանով։ Եվ վերջում համերգ օդում ռուս երգիչներ Լեոնիդ Ագուտինն ու Վլադիմիր Պրիսնիկովը կնոջ հետ համերգ են տվել ինքնաթիռում եւ երգել Մոսկվա-Սոչի չվերթի ուղևորների համար։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։